Շարունակում է առավոտ լուսո վիքենդը, ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք դիմավորենք մի շատ հետաքրքիր եւ շատ գեղեցիկ հյուրի։ Խոսքը հանրային հեռուստաընկերության դիզայներ Սոնա Վարդանյանի մասն է։ Բարի լույս Սոնա։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Ես էլ եմ շատ շնորհակալ հյուրընկալելու համար։ Սիրով հավանում եք մեր տաղավարը։ Այո, իմ սիրելի տաղավարներից մեկն է։ Մենք էլ ենք հավանում ու շատ շնորհակալություն։ Հետաքրքիր է, ինչպիսին է հանրային հեռուստատեսության, այսպես անցուդարձը նախատոնական այս շրջանում։ Առաջին ալիքում նախատոնական օրերը շատ աշխատանքային են եւ այս ընթացքում թիմային աշխատանք է տարվում եւ բոլորը աշխատում են մի գաղափարի շուրջ, որպեսզի ստեղծեն ջերմ եւ տոնական մթնոլորտ մեր սիրելի հեռուստադիտողի համար։ Մեզ պատմեք նախատոնական տրամադրությունը տաղավարներում ինչպիսին է եւ ինչպես ենք պատրաստվում մենք այս տարի եւ ինչպես ենք պատրաստվում ձևավորել մեր տաղավարներն ու ինչ նորություններ ունենք արդեն ամանորին ընթառաջ։ Քանի որ յուրաքանչյուր տոնական հաղորդում ունի իր ուրույն ոճը, իր տրամադրությունը եւ պատմությունը, ես փորձում եմ այդ գաղափարը փոխանցեմ դիզայնի տեսքով։ Օրինակի համար կպատմեմ ձեզ այլ կերպ հաղորդման մասին, քանի որ այլ կերպը նախագծված է լուսային արկղներից եւ գունավոր նիոնային դետալներից։ Եթե այդտեղ ես ուղակի տեղադրեի դասական տոնածառ, սպիտակ կամ կանաչ գույնի, որը զարդարված է խաղալիքներով, այն կնայվեր անհեթեթ եւ ուրիշ օպերայից կդիտվեր։ Այս պարագայում ես նախագծել եմ տոնածառի իմիտացիա, որը սարքված է հենց նույն նյութերից, որը որ տաղավարն է, օրգանական ապակուց եւ նիոնային լույսից, եւ այն շատ օրգանիկ եւ գեղեցիկ կդիտվի այդ տաղավարում։ Այսինքն շատ պետք է հաշվի առնել տաղավարի գաղափարը, տաղավարի նյութերը, որպեսզի ամեն ինչ համահունչ նայվի։ Նաև ստիլիստիկան, որ համապատասխան ինչպես նաև դուք նշեցիք։ Մեկ այլ օրինակ կբերեմ, օրինակ երկու աստղի տարբերակը, ծայրահեղությունից ծայրահեղություն, այնտեղ մասշտաբները այլ են, գաղափարը այլ է, եւ այս տարբերակում օրինակ ես չէի կարող նյութական ինչ-որ դեկորացիա անել, որովհետեւ տարբեր համարներ են, տարբեր էկրանի վրա վիզուալ տեսանյութեր են ցուցադրում եւ որպեսզի ամեն համարին չխանգարի դեկորացիան, ես 30 տոնածառներ եմ նախատեսել միայն լուսային սցենարով զարդարված եւ այս պարագայում ես ստեղծել եմ անտառի իմիտացիա փոքր եւ մեծ տոնածառների շնորհիվ այդ խորությունն եմ ստեղծել, որը որ կարծում եմ այդ հեքիաթային էմոցիան կստեղծի եւ չի խանգարի յուրաքանչյուր համարի համար։ Հրաշալի։ Մենք գիտենք, որ նաև մեր առավոտ լուսո եւ առավոտ լուսո վիքենդի դիզայնի գծով նույնպես պատասխանատվությունը ձերն է։ Եվ քանի որ առաջինը վերջին կանգառը առավոտ լուսոն է, ուրիշ տարբերակ չկա, մեզ պատմեք նաև ինչ եք նախատեսել մեր տաղավարում, ինչ գույներ, ինչ դեկոր։ Սիրով, առավոտ լուսոն ինձ մոտ ասոցացվում է ընտանեկան ջերմության հետ, քանի որ Շատ ճիշտ։ Այո, շատ հեռուստադիտողներ արթնանալուն պես միացնում են հանրայինը եւ ձեր հետ են սկսում իրենց առավոտը եւ դուք միշտ այդ ջերմությունը լավ էներգիան փոխանցում եք։ Իմ ցանկությունն էր այս տաղավարի դեկորացիան այդ գաղափարը շարունակել։ Օգտագործել եմ միայն մինիմալիստական զարդարանք, այսինքն տոնածառ, լուսային սցենար եւ ջերմություն հաղորդելու համար նաեւ զամբյուղների մեջ եմ այն տեղադրել, որ ավելի տաքուկ հաճելի էմոցիաներ փոխանցի։ Ձերծ է մնացել տարբեր գույներից եւ տարբեր դեկորներից, քանի որ կարծում եմ տաղավարը լի է գույներով եւ չի ուզում որպեսզի տաղավարի զարդարանքը լիներ դոմինանտ։ Դրա համար փորձեցի ուղղակի ջերմություն հաղորդել մինիմալիստական զարդարանքով։ Կան էլեմենտներ, օրինակ զամբյուղների մեջ ավելացրել եմ ամանորը հիշեցնող տարբեր դետալներ, փաթեթավորված նվերներ, ինչպես նաև եղևնու ճյուղեր, կոներ, նույն ինքը շիշկա։ Այս դեպքում ինձ թվում է այդ էմոցիան փոխանցել եմ ես։ Մենք առաջինը կվայելենք այդ էմոցիաները, կարծես այսօր եւ էմոցիաները կփոխանցենք արդեն մեր գործընկերներին, որպեսզի վաղը նրանք արդեն եթերը սկսեն տոնական։ Ես անհամբեր եմ։ Մենք այո իրականում շատ անհամբեր ենք, թե ինչպեսին է լինելու, բայց չնայած որ վստահ ենք ինչպես միշտ շատ գեղեցիկ ու ձեր մտքերը հենց տեղին կլինեն, մեր տաղավարում արդեն այսօր կունենանք այդ հնարավորությունը վայելելու։ Իսկ վստահ եմ որ նաև հետևում եք թե գալիք տարվա տրենդները, նորությունները, ինչպիսին են հեռուստատեսության առումով, արդյոք դա համատեղելի են կամ ձեր մասնակցության տեսակից ելնելով արդյոք դա կիրառելի են հենց հեռուստատեսությունում։
Կիրառելի են իհարկե մասամբ, ուղղակի հեռուստատեսությունը ունի իր առանձնահատկությունը, քանի որ հեռուստատեսությունը կադրը սիրում է խորություն, բազմաշերտություն, ցանկացած զարդարանք ես փորձում եմ անել այնպես, որպեսզի ստանանք այդ բազմաշերտությունը եւ այս դեպքում աշխատում ես միշտ կադրի հետ։ Եթե օրինակ ինտերիեր դիզայնում կամ ցանկացած այլ վայրում դու դնում ես զարդարանք այնտեղ, որտեղ ամենագեղեցիկն է նայվում, տաղավարում այդպես չէ։ Դու աշխատում ես ուղիղ կադրի հետ եւ պետք է տեղադրես հենց այն վայրում, որտեղ որ ամենաշատն է երևալու, մասնավորապես հաղորդավարների ետևում եւ այլն։ Եվ կան նյութեր, որ օրինակ այդքան էլ ցանկալի չեն հեռուստատեսության մեջ, օրինակ հայլապատ ինչ-որ մեծ դեկորները, թեպետ նման բացառություններ լինում են, ես էլ եմ այդ բացառությունից օգտվել, ճիշտ անկյան տակ, երբ ճիշտ ձևով դնում ես կամերայից խուսափելու, որպեսզի չցույց տանք այն, ինչով մենք թաքցնում ենք կադրից դուրս։ Մնացած առումով գրեթե ամեն ինչ կարելի է կիրառել։ Նույնիսկ գաղտնիքներ բարձեցինք։ Այո։ Իսկ որոնք են գալիք տարվա ամենապահանջված ոճերն ու գույները։ Եվ ձեր նաև մասնագիտական խորհրդով ինչ խորհուրդ կտաք մեր սիրելի հեռուստատողներին, որպեսզի զարդարեն իրենց աշխատասենյակները, տունը, ինչու՞ Գուցե եւ այդ գույնի հագուստ գրեն։ Գուցե նաև այդ գույնի կամ այդ ոճի հագուստ գրեն եւ հենց այդ ձևով էլ դիմավորեն ամանորը։ Այս տարվա ամանորյա զարդարանքները կրում են գաղափար միաձուլել բնականությունը եւ լուսային խաղը։ Երևի կառանձնացնեմ մի քանի ուղղություն։ Առաջին ուղղությունը դա բնական շքեղությունն է, որը ես շատ եմ սիրում այս տարբերակը։ Այսինքն մենք օգտագործում ենք ճյուղեր, ծառի, որպես խաղալիք։ Օգտագործում ենք չորացրած նարինջներ, կապոցներ, դարչնի կապած գեղեցիկ ժապավենով եւ չորաբլիթներ։ Չորաբլիթները ժապավենով կապելով ստեղծում ենք երկար ժապավեն եւ զիգզագաձև զարդարում ենք տոնածառը։ Շատ հետաքրքիր համեղ տոնածառ է ստացվում եւ այս ամեն ինչը համալրելու համար կարելի է օգտագործել իհարկե խաղալիքներ եւս։ Գույները խորհուրդ կտա այս պարագայում կամ դարչնագույն, շատ մոդայիկ տերակոտան, խակի կանաչը եւ այդ ամենը միասին ավելի գեղեցիկ եւ ամբողջական տեսք ունենա, բայց չենք մոռանում լուսային սցենարի մասին, քանի որ յուրաքանչյուր տոնածառ առանց լուսային սցենարի հեքիաթային չի լինում։ Բայց դուք էլ ոնց որ լուսերի նկատմամբ փաթուկ վերաբերմունք շատ եմ սիրում։ Տաղավարում էլա չէ երևում։ Ինչը շատ գեղեցիկ է։ Մյուս տրենդը երևի կառանձնացնեմ վինտաժային խաղալիքները։ Վստահաբար յուրաքանչյուրս, եթե նայենք մեր պահոցներում, եթե մեր ծնողները իհարկե դեն չեն գծել, սովետական միության խաղալիքներն են։ Միակը, որ կասեի, նկատել եմ, որ համացանցում հաճախ գծում են այդ տեսակի զարդարանք, որտեղ որ շատ խիտ են զարդարում, բայց այդպես այնքան գեղեցիկ չի ըստիս, քանի որ այդ խաղալիքները ունեն պատմություն եւ ինքնատիպություն, եւ կարծում եմ պետք է իրանց մեջի ինտերվալը բավականին մեծ լինի, որպեսզի այդ էսթետիկան դու կարողանաս փոխանցել։ Երբ որ այն խիտ է, ընդհանուր գունային գամմա է ստեսնում, կարծում եմ այդ տարբերակն էլ է շատ գեղեցիկ։ Մյուս ուղղությունը կարծում եմ կլինի ժապավենաձև զարդարված տոնածառները։ Ինչը նաև անցած տարի է շատ Դա մեր տրենդային։ ժառանգությունը հասեք 25 թվականից, թեպետ 25 թվականին ավելի ակտուալ են շատ մեծ գրոտեսկային բանտերը, որը օրինակ ես չէի օգտագործի, չէի էլ հավանում, անկեղծ ասած անցած տարվա այդ տրենդը։ Ավելի էլեգանտ տեսք ապահովելու համար բնական պալիտրայից վերցրած գույներով ժապավեններ, փոքրիկ։ Իրանք շատ էսթետիկ եւ էլեգանտ տեսք են հաղորդում այդ տոնածառի զարդարանքները։ Կա նաեւ շատ գեղեցիկ տարբերակ բյուրեղյա սառույց հիշեցնող խաղալիքները, համադրված ապակյա խաղալիքներով եւ միայն կրկին անգամ իմ սիրելի լուսային սցենարով զարդարանքը։ Շատ թեթև եւ խորհրդավոր տոնածառի զարդարանք է դա լինում, մասնավորապես կսիրեն մինիմալիստական ոճի սիրահարները եւ ովքեր չեն սիրում գույնզգույն խառը որևէ ինչ-որ լուծումներ։ Եվ երևի այս վերջի տարիների ամենատրենդային եւ բոլորիս կողմից շատ սիրված մինիմալիստական
լուսային սցենարով տոնածառները, որտեղ մենք վերցնում ենք միայն բնական տոնածառը, թեկուզ արհեստական եւ զարդարում ենք շատ խիտ դեղին լույսով, վստահ եմ, որ յուրաքանչյուրս համացանցում բազմիցս անգամներ դիտել ենք տեսանյութեր, որտեղ շատ երկար աշխատանք են տանում, դա իսկապես մանրանկարչություն է, այսպես ասած, բայց ավարտուն տեսքը իսկապես շատ հեքիաթային է, կարծում եմ այդ ծանր աշխատանքը արժե տարին մեկ անգամ կատարել, բայց այդ ոճի սիրահարներին կարող եմ նոր խորհուրդ տալ։ Օրինակ այդ ամենին կարելի է համալրել երկու շատ մեծ սպիտակ գրոտեսկային ծաղիկներ, երկու հատ ընդամենը։ Այսինքն մի հատ են հետևի կողմից, մի հատ ներքևի հատ։ Երեք էլ ձեր կողմից։ Իսկ լինի։ Չէ, ուղղակի որ տեղ կար այնտեղ հետևի կողմը։ Լավ, եկեք երեք Եթե անկյուն դնես, հետևը պետք չի լինի։ Կամ օրինակ ավելացնել սպիտակ ուլունքներ, բայց չէ չարաշահի ես այս տարբերակը, այսինքն 3-ից 4 ընդամենը հատվածում կարելի է ավելացնել, որ մինիմալիզմը ամեն դեպքում պահենք։ Դուք ձեր տոնածառը զարդարել եք Սոնա։ 3 գիշերը։ Բայց ես ունեմ դժբախտ պատմություն։ Այսօր առավոտյան ես արթնացել եմ գմփոցից եւ իմ փոքրիկ աղջիկը ուղակի տոնածառը գցել է գետնին, խաղալիքների մի մասը կոտրվել են։ Իսկ ինչի՞ չընտրեցիք մինիմալ տարբերակը։ Ես սխալվել եմ։ Սցենարով, Լուսային երկու գրոտեսկ ծաղիկներով։ Գիտեք, լուսային սցենարները կան, ոնց որ դա պարտադիր պայման է։ Չգիտեմ, սխալվել եմ։ Ոչինչ, փոքրիկները հենց դրա համար են, որպեսզի կոտրեն, հետո սովորեն, որ չի կարելի կոտրել, դա վտանգ է։ Շատ խորհրդանշական էր, որ այսօր եկել է էի ձեր հետ խոսեի տոնածառների մասին, 3 գիշերը տեղադրեցի իմ տոնածառը, այսօր առավոտ այն, բայց ես ուղղել եմ նորը մեկ։ Կարող է այդ ոչինչ չի պատահել։ Չէ, իհարկե։ Բայց ես պատկերացնում եմ, ինչ տպավորիչ պատմություն ունի արդեն փոքրիկը ամանորի հետ կապված։ Իրականում եւս մեծ իրադարձություն է տեղի ունեցել։ 2.5։ Հասկանում եմ, որ չի հասկանում։ Մենք 2.5 տարեկանում չենք հասկանում։ Չէ։ Հասկանում ենք, որ ինչ ասում են չի կարելի, այդ պետք է անել։ Այդ դա հասկանում ենք։ Բայց այդ մինիմալ տարբերակը, որ դուք ասում եք, որ տոնածառը դա բնական թե արհեստական էական չի, լուսային այդ մանր։ Հետո հավաքելը, բա ոնց խորհուրդ կտակ։ Հետո այդ այսպես ինչ որ մի ձև պետք է հանել ու դեն նետել։ Չէ, տարի Ես խոստացել եմ, որ դա պետք է այդ խճճված տարբերակը բացեմ, բայց ոնց հասկանամ։ Դե դրա հավաքելը իհարկե եւս մանրանկարչություն է։ Դա ցանկության հարց է, եթե սիրում եք, ապա կարծում եմ արժե։ Ես շատ սիրում, պարզվեց էլ չեմ սիրում։ Ինչու։ Հավաքելը շատ դժվար է ախր, դու հասկանում ես 3 օր հավաքում էի։ Ճիշտ է, արդեն ապրիլ ամիսն էր, բայց 3 օր հավաքում էի, չէր ստացվում, վերջում ամեն ինչը պոկեցի, քաշեցի, հանեցի։ Ու շատ այդպես սիրուն խճճված տարբերակով դարակը տեղադրեցի։ Հիմա վախենում եմ դարակը բացեմ, պետք է իսկեմ բացել ու դեն նետել, ուրիշ տարբերակ չկա։ Բացել, դեն նետել, նորը գնել եւ զարդարել։ Նորից մանր Անցնել մանրանկարչության։ Այդ գործը ես չեմ անի։ 2025 թվականից ինչ կասեք, գոհ եք, ձեր սպասումներն արդարացվեցին, ինչպիսն էր 2025 թվականը ձեզ համար։ 2025 թվականը ինձ համար լավ տարի էր, չեմ կարող առանձնացնել մնացած թվականներից, քանի որ գրեթե նույն ձև լավ տարի է ինձ համար եղել։ Ամեն դեպքում սիրել եմ այս տարին, օծի տարի էր, իսկ ես օծի տարուն եմ ծնվել։ Կարծում եմ, այո, ինձ համար բարենպաստ տարի էր։ Իսկ ինչպիսի ակնկալիքներ ունեք 2026-ից արդեն։ 2026-ից ունեմ մասնագիտական ակնկալիքներ, որոնք դեռ չէի ուզենաբացել այդ գաղտնիքը, բայց ունեմ հատուկ նպատակների մասնագիտական, հուսով եմ, որ ես այդ նպատակից եւ երազանքից կհասնեմ։ Մենք էլ մեր տաղավարում արդեն ամփոփելով 2026-ը կիմանանք այդ ինչ նպատակներ են ու ինչպես եղավ։ Բայց դեռևս 2025-ին հարկ է նշել, որ մեր տաղավարը մոգական է, այնպես որ բարձրաձայնեք, չբարձրաձայնեք, արդեն ուժ ստացավ ձեր ցանկությունն ու երազանքը ու վստահաբար կկատարվի 2026-ին, չէ՞ Ռուբեն։ Անպայման։ Անկեղծ մեր տաղավարը շատ դրական էներգիա ունի։ Ինչ ասում եք լինում է։ Ձեր բարեմաղթանքը, սիրելի Սոնա, մեր շատ սիրելի հեռուստատողներին ամանորի եւ իհարկե Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։ Մեր սիրելի հեռուստադիտողին ցանկանում եմ խաղաղություն, առողջություն եւ միայն դրական եւ լավ լիցքեր, որ ամեն օր ստանան եւ ապարուրվեն իրենց շուրջ։ Հրաշալի։ Շատ շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա շարունակություն եւ նոր հետաքրքիր գաղափարներ ու մտքեր, որ կարողանաք շատ բարդ աշխարհում, հերթատեսյան աշխարհում այդ ամեն ինչը կիրառել եւ օգտագործել, կյանքի կոչել։
Մենք շարժվենք առաջ։ Մենք շարժվենք առաջ դրական լիցքերով եւ Դրական լիցքերով, այո, շարժվենք առաջ, մնացեք մեզ հետ, առջևում շատ հետաքրքիր թեմաներ են ձեզ սպասվում։